Շնորհակալություն։ Գիտեք, իսկապես 10 տարիները Հայաստանի պատմության մեջ ամենից խաղաղ տարիներն են։ Մենք ամենից քիչ շեշտակի ավելի քիչ զոհեր ենք ունեցել առաջնագծում հակառակորդի կողմից, քան բոլոր այլ տարիների։ Թեկուզ գուշակում էին որոշ քաղաքական գործիչներ, որ իմ իշխանության գալով, հիշում եք այդ հայտնի նախադասությունը, խաղաղության կուսակցությունը պարտվեց, պատերազմի կուսակցությունը հաղթեց։ Եվ ես ուղղակի համոզված եմ, որ կայուն երկարատև արժանապատիվ խաղաղություն ունենալու համար պետք է հզոր երկիր ունենաս, մարտունակ բանակ ունենաս, այլ կերպ խաղաղություն չի հաստատվում։ Ուղղակի այլ կերպ չի լինում։ Մենք փորձելու ենք դա վերականգնել։ Այսօր ինչ ունենք, դա խաղաղություն չի, խաղաղությունը դա այն չի, որ միայն քո վրա չեն կրակում։ Նաև այն է, դու գլուխդ բարձր ես պահում քայլելուց, թե ոչ։ Հիմա կարելի է շատ խաղաղ կլետկայի մեջ ապրել առանց վտանգի, քեզ կերակրեն, քեզ ինչ որ դուրս կտանեն, ինչ որ մի ժամման կհացեն եւ այլ, եթե դու համարում ես դա խաղաղ արժանապատիվ խաղաղություն, ուրեմն գնա կլետկայում ապրի, ստորացած վիճակում։ Մենք ասում ենք արժանապատիվ կյանքի մասին։ Իսկ ինչ վերաբերում է կրթության, այո, մենք էապես փոխել էինք ընդունելության քննությունների արդարության այդ աստիճանը, էապես է փոխվել եւ հետաքրքիր է, որ շատ տեղերում ինձ դա ասում են այդ տարի մենք հույս չունեինք, թե կընդունվենք, բայց ընդունվել ենք եւ գերազանցությամբ ավարտել են։ Այդպես է լինելու։ Ես չգիտեմ հիմա ինչպիսին է համակարգը, ուղղակի ինչ որ ժամանակ կատարված եմ եղել, բայց անկասկած, եթե մենք դա չանենք, մենք լավ մասնագետներ ուղղակի չենք ունենալու։ Ուղղակի չենք ունենալու։ Եվ ստե կա մի կարևոր հանգամանք, ամենից կարևորը, որ գիտելիքներով չապահովված դիպլոմը պահանջարկ չունենա պետական համակարգում։ Եթե հնարավոր է մտնել պետական համակարգ դիպլոմով, որի տակ գիտելիք չկա, նշանակում է մոտիվացիա ստեղծել, որ մարդիկ գնան, պայմանավորվեն, փող ծախսեն, ծանոթ, խնամի եւ այլ մեջտեղ բերեն ընդունվելու համար։ Ուրեմն եթե դու այդ պահանջարկը փակում ես, սա նշանակում է, որ ամբողջ շղթան միջին ներքև սկսում է նաեւ ինքնամաքրվել, որտեղ իմաստն է կորում նման դիպլոմի։ Իրավաբանական գնա, որ հետո գնա դատախազություն աշխատի կամ որևէ տեղ, եւ սովորաբար գիտելիք չունեցող մարդը մասնավոր հատված չի գնում, որովհետեւ մասնավորը հիմար չի, որ գիտելիք չունեցող մասնագետին փող տա եւ վարձի։ Նա չի կարող գնա բանկային համակարգում աշխատի, չի կարող գնա մեկ ուրիշ տեղ աշխատի, նա անպայման փորձելու է մտնի պետական համակարգ։ Ուրեմն այստեղից պիտի սկսենք պետական համակարգի էֆեկտիվությունը բարձրացնելու ճանապարհով պետք է սկսենք, եթե ուզում ենք արդյունավետ մեխանիզմներ ունենանք։ Շնորհակալություն, այլ հարցեր, արձագանք։ Շնորհակալություն, պարոն նախագահ, ես վստահ եմ ձեր պատասխանին։ Շատ լավ նկատառում արեցիք գիտելիքի եւ պետական համակարգի համար, վերջին 3 տարին ցույց տվեցին, որ իրենց կյանքում ոչ մի տեղ չաշխատած, ոչ մի գիտելիք չունեցող մարդիկ եկան կառավարման եւ ինչ օրի ընկան։ Այսպես սխալ հուսամ մեր ժողովուրդը էլ թույլ չի տա։ Շնորհակալություն։ Այ իդեպ դա մեր այսօրվա խնդիրների մի մասի պատճառն էր դա է։ Երբ ամբողջ ոլորտը մարդ է ղեկավարում, որ այդ ոլորտից գաղափար չունի։ Ես Արմավիրի մարզում էր միտեղ մի հետարքիր ուղղակի դիտարկում կար, մեկ մարդու նշանակել են ջրային այդ որոքման ջրի համակարգի ղեկավար եւ այդ մարդը եկել է ծանոթանա իրավիճակին, ասում են դե պոմպը չի աշխատում, ջրի պոմպը ասում է բայց չի աշխատելու, ջրի մեջ է գցել, վառվելու այլ է։ Ամենայն լրջությամբ մարդը պատմաբան է իր մասնագիտությամբ եւ այդ մարդը ասում է, որ պոմպը ջրի մեջ է գցել, իհարկե կվառվի։
եւ համակարգ ինքն է ղեկավարում։ Հիմա դուք ուզում եք որ մարդիկ ժամանակին ռոռոքում ստանան, սա է վիճակը։ Այսօր ամեն ինչ խառնված է։ Իդեպ դա այդքան էլ վատ դեպք չի, գոնե կրթություն ունի։ Գոնե մի քանի գիրք է կարդացել։ Մենք դեպքեր ունենք, որ ընդհանրապես կրթություն էլ չունի մարդը։